Կարմիր տուր, դեղին տուր խաղը ժամանակակից լեգենդների և քրիփիփաստաների ամենահետաքրքիր ու սարսափելի խաղերից է։ Այն համարվում է ոչ թե սովորական խաղ, այլ հոգեբանական տրանսային փորձառություն, որը պետք է բացահայտի խաղացողի ենթագիտակցության խորքերը։ Խաղի հստակ հեղինակը հայտնի չէ։ Այն ի հայտ է եկել 2010-ականների սկզբին համացանցային ֆորումներում որպես պարանորմալ խաղ։ Այն իր արմատներով կապված է ինքնահիպնոզի, ակտիվ երևակայության և գիտակցության փոփոխված վիճակների հետ։ Ի տարբերություն հին ծեսերի, սա համարվում է ժամանակակից բանահյուսություն, որտեղ տեխնոլոգիաներն ու սոցիալական ցանցերը նպաստել են դրա տարածմանը։ Խաղը պահանջում է երկու մասնակից։ Ուղեցույց, մուտք գործող։ Խաղը պետք է խաղալ հանգիստ, մթնեցված սենյակում։ Ուղեցույցը նստում է հատակին, իսկ մուտք գործողը պառկում է նրա ծնկներին, գլուխը դնելով նրա ազդրերին։ Ուղեցույցը սկսում է մերսել մուտք գործողի քունքերը, կրկնելով. Կարմիր դուռ, դեղին դուռ, ցանկացած գույնի դուռ։ Կարմիր դուռ, դեղին դուռ, ցանկացած գույնի դուռ։ Նպատակն է ստիպել մուտք գործողին պատկերացնել դռներով լի մի սենյակ։ Երբ մուտք գործողը հայտնվում է մուտքի սենյակում, նա պետք է սկսի բացել դռները և պատմել ուղեցույցին, թե ինչ է տեսնում։ Կարմիր դռներն ու դեղին դռները համարվում են անվտանգ և դրական։ Մուգ, սև դռները խորհուրդ է տրվում շրջանցել, քանի որ լեգենդը պնդում է, որ դրանք տանում են դեպի բացասական էներգիա կամ սարսափելի վայրեր։ Խաղը հիմնականում տարածված է դեռահասների և երիտասարդների շրջանում, ովքեր հետաքրքրված են էզոտերիկայով, օկուլտիզմով և սարսափ ժանրով։ Այն գրավում է մարդկանց իր արգելված լինելու պատճառով և այն մտքով, որ կարող են տեսնել իրենց սեփական մտքի թաքնված սենյակները։ Yellow door, any other color door. Red door, yellow door, any other color door. What do you see? What do you mean by nothing? Is there a hallway? Red door, yellow door, any other color door. Red door, yellow door, any other color door. Red door, yellow door, any other color. Where are you? It's dark. I don't see anything. Do you see anything like far away? It's cold. Real cold. What do you see? Two black figures. They're walking towards me. Walk away. Շատ կարևոր է նշել, չկա որևէ փաստագրված ապացույց կամ ոստիկանական զեկույց, որ կարմիր տուռ, դեղին տուռ խաղը հանգեցրել է իրական մահվան։ Այնուամենայնիվ, լեգենդները պատմում են սարսափելի հետևանքների մասին։ Խրված մնալու վտանգը։ Լեգենդն ասում է, որ եթե մուտք գործողը չկարողանա ժամանակին դուրս գալ տրանսից, նա կարող է մնալ իր ենթագիտակցության մեջ և մտնել կոմայի մեջ կամ ունենալ հոգեկան խանգարումներ։ Պատմություններ կան տղամարդկանց մասին, որոնց հանդիպում են սև սենյակներում և փորձում են վախեցնել կամ գրավել խաղացողի հոգին։ Հոգեբանական տեսանկյունից վտանգը կայանում է ոչ թե ուրվականների, այլ ինքնահիպնոզի մեջ։ Մարդիկ, ովքեր հակված են հոգեկան անկայունության, կարող են տրանսի ժամանակ ունենալ խուճապի նոպաներ, հալյուցինացիաներ կամ իրականության զգացողության կորուստ։ Այս խաղը պաշտոնապես արգելված չէ, քանի որ այն պարզապես համացանցային քրիփիփասթա է։ Դպրոցներում կամ հասարակական վայրերում այն կարող է արգելվել միայն այն պատճառով, որ այն առաջացնում է վախ, անհանգստություն կամ խանգարում է ուսումնական գործընթացին։ Կարմիր տուռ, դեղին տուռ խաղի հիմքում ընկած է տրանսային վիճակը։ Այն ոչ թե պարզապես խաղի մի մաս է, այլ գիտակցության փոփոխված վիճակ, որը կարող է ունենալ լուրջ հոգեբանական հետևանքներ։ Թեև շատերը սա համարում են զվարճանք, իսկ մասնագետները նախազգուշացնում են դրա թաքնված վտանգների մասին։ Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ նմանատիպ փորձերից, հատկապես
եթե դուք հակված եք վախերի կամ ունեք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Ենթագիտակցության հետ խաղալը առանց հոգեկան վերահսկողության միշտ էլ որոշակի ռիսկեր է պարունակում։ Հիշեք, որ ձեր ենթագիտակցությունը ձեր հոգեկան անվտանգության համակարգն է։ Նման խաղերով մուտքի դռները բացելը նման է անծանոթ ծրագրի տեղադրմանը ձեր ուղեղում, առանց հասկանալու, թե ինչպես այն կաշխատի եւ ինչպես պետք է հետո ջնջել այն։ Իսկ դուք եղեք խելացի եւ մի տարվեք համացանցի հիմարություններով։ Եթե այս տեսանյութը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին եւ կիսվեք ձեր ընկերների հետ։